Դուք շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում պացիենտների տեսանկյունից ապահովագրական մեխանիզմի բացերը։ Հարցը հետևյալն է, մենք եկել ենք այստեղ այսօր բժշկի ձայնը բարձրացնենք եւ բազմաթիվ պացիենտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ես խոսել եմ, ասել եմ, որ գնալու ենք այս հարցը բարձրացնենք, համեցեք մեր հետ, դուք էլ պացիենտակենտրոնությունը ապահովեք այդ ամենի, բնականաբար լսել եմ ինչ-որ մենք չենք ուզում տենց Երևան եւ այլն, մի խոսքով Հիմա համակարգը ներդրվում է առհասարակ քաղաքակիրթ երկրներում սոցիալական արդարությունը ապահովելու համար, այսինքն հարուստը վճարում է աղքատի տեղը, առողջը վճարում է հիվանդի տեղը, դա ապահովագրական համակարգի այսպես են խնձորներով բացատրելու կոնցեպտն է։ Հիմա խնդիրը ինչու՞մն է կանում, որ ապահովագրված են մինչև 18 տարեկան երեխաները, ապահովագրված են 65+ տարիքի մարդիկ, ում ապահովագրվելու հետ ես միանշանակ համաձայն եմ։ Բայց այստեղ մի հատ խնդիր ունենք պետք, որ ապահովագրված են 200,000 դրամ եւ ավել ստացող աշխատավարձ ստացող մարդիկ, բայց դրանից ցածր ստացողները, ովքեր ավելի սուր կարիք ունեն լինելու ապահովագրված, իրենք ապահովագրված չեն։ Հիմա ես, որ օրինակ ստանում եմ, ասենց օրինակ թիվ բերեմ, 2 միլիոն դրամ աշխատավարձ, ես ավելի շատ կարամ վճարովի բուժօգնությունից օգտվեմ, թե այն մարդը, ով ստանում է 196,000 դրամ աշխատավարձ։ Բնականաբար ես եմ, որ կարող եմ օգտվել դրանից։ Իրանք էին թիրախը, ում պետք էր ապահովագրել։ Այդ մարդկանց աշխարհում ասում են աշխատող աղքատներ, ովքեր որ ծայրը ծայրին հասցնելով գրեթե նոր կարողանում են ինչ-որ մի բան անել։ Այդ մասով մենք սոցիալական արդարություն չենք ապահովում։ Որտեղ է գրված, որ ես, ով որ ստանում է օրինակ 1 միլիոն դրամ աշխատավարձ, պետք է նույն 10,800 դրամը մուծեմ, ինչ որ 210,000 դրամ ստացող մարդը։ Դա էլ սոցիալական արդարության հետ որևէ ընդհանուր բան չունի, որովհետև ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը ներդնելու ժամանակ տեղի է ունենում ինդեքսացիա։ Ապահովագրում են բոլորին, ուղղակի մինչև 200,000 դրամ ստացողը, օրինակ 2%-ն է աշխատավարձից մուծում, 200-ից 500,000 դրամ ստացողը, օրինակ 3% է մուծում, մինչև 1 միլիոնը 5%, 2 միլիոնը 10%, այդպես է սոցիալական արդարությունը լինում։ Հիմա չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ, պիտակավորեմ եւ այլն, բայց ազգային ժողովը քվեարկել է այս օրինագծին։ Տեսել են այս օրինագիծը, ժողովուրդ, դուք նենց չի որ անտեղյակ ազգային ժողովը, ամբողջ, եթե նույնիսկ վերցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել կամ մասնակցել են, չեն հասկացել, ժողովուրդ, ամբողջ ԿՊԱ-ական ֆրակցիան տեղյակ է եղել ինչ են անում, եւ դա բացահայտ արվել է։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, ժողովուրդ, անկեղծ, որ ես երկրորդ առաջարկս անեմ, որը մեր գործընկեր պատգամավորը առաջինը ոնց որ թե ասեց շատ ականջահաճո է, որ թե գրելի առաջարկը, երկրորդը անեմ։ Եթե նման առաջարկներ են գալիս, ժողովուրդ, մենք բաց ենք, կարող եք ուղարկել review-ի, մենք մի հատ մեր տեսակետները գրենք, ընդ որում մենք բացարձակապես չենք ուզում այս մեծ շենքի մեջ կորենք, մանգանք, մենք գանք ելույթ ունենանք, մենք մեր review-ն գրենք, տանք ձեզ, դուք այդ հարցադրումները բարձրացրեք, հասկացեք ինչու է այսպես արվում, ոչ թե այնպես։ Այդ հարցերը հիմա ինչի է հնչում, որովհետև այդ մարդիկ են շահառուները դառը, ովքեր չպետք է դառնան։